Այսպեսի ավանտյուրիստ է, ավանտյուրիստ։ Այսինքն ինքը գնում է ունես զրկման ճանապարհով։ Ծառայությունն էլ ինքը ձեռ չի տալու, ինքը չի մնալու նախորդ ձեռ տալու։ Կարաս մի հատ թող ցույց տաս, որով քյարքին եղել է ադրբեջանական։ Չեք հասկանում, այս մարդուց պետք է ազատվել։ Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր Հայաստանի նախկին վարչապետ, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։ Բարի երեկո, պարոն Բագրատյան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Բագրատյան, քարոզարշավը մոտենում է ավարտին եւ վստահաբար հետևում եք քաղաքական ուժերին, որոնք ակտիվ մասնակցում են ընտրապայքարին։ Այս օրերին քարոզարշավի ընթացքում սոցիոլոգիական հարցում իրականացնող երկու ընկերություն իրար հակադրվող հարցում հրապարակեց ձեր գնահատմամբ։ Սոցիոլոգիական հարցումների պատկերն ենք ունենալու, թե գետնի վրա իրողությունը լրիվ այլ է լինելու։ Կա մի բան, որը կարող է փաստի եւ անակնկալի առաջ կանգնեցնել ԿՊԱ-ական իշխանությանը։ 2013-ին ձեր խոնարհ ծառայում մասնակցում էր նախագահական ընտրությունների։ Այդ ժամանակ սոցիոլոգիական հայտնի կազմակերպություններից մեկը, որը շատերի հայտնի է, պարտվեց 4 անգամ, սխալվեց 4 անգամ։ Ոչ թե 4%-ով, այլ 4 անգամ։ Գիտեք, քարոզարշավի ընթացքում դու ինքդ արդեն զգում ես այդ բոլոր հանդիպումները սոցիոլոգիական հանդիպումներ են։ Ես չեմ ուզում ասել, որ բնականաբար մեր կուսակցությունը, որը չի մասնակցում ընտրություններին անմիջապես, մենք պարզապես սատարում ենք ուժեղ Հայաստանին, Սամվել Կարապետյանի, ախր մենք էլ մեր հարցումներն ունենք։ Ես կարող եմ վստահաբար ասել, հարցման երկու աղբյուրների համաձայն ընդդիմադիր եռյակը ստանում է առնվազն 45%, դե վրան էլ կավելանա մի 10-15% են բաները, դուրս է գալիս 60%-ի սահմանների։ Հավաքական ընդդիմությունը 60% ձայն։ Այսինքն, այդ ասելով, եկեք նշենք այդ ընդդիմություններն ովքեր են հավաքում, բնականաբար առաջատարը ուժեղ Հայաստանն է, հետո գալիս է Հայաստան դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւ Բարգավաճ Հայաստանը Ծառուկյան Գայքը։ Իսկ միասնության թևերն Արման Թաթոյանով մենք այդքան չենք նայել։ Ես այդտեղ չեմ կարող պատասխանել։ Ես տեսել եմ նրանք, ովքեր անցնում են սահմանագիծը։ Մնացածը այս պայծրությամբ սահմանագիծը 4% բանը արգելքը չէին անցնում։ Պարոն Բագրատյան, այսինքն դուք 2026-ի հունիսի 7-ին տեսնում եք շանս հավաքական ընդդիմությունը հաղթի ընտրություններով Նիկոլ Փաշինյանին։ Շանս չի համարյա բացարձակ բան հավանականությունը 100%-ի մոտ հավանականություն։ Ես արդեն որի-որ անգամ ըստ որում այդ 3 ուժերի տոկոսը սրանից 20 օր առաջ 35 էր գումարային տոկոսը։ Հիմա դառել է 45 ու 46 Ինչի հաշվին, որտեղ է առաջընթաց արձանագրել ընդդիմությունը, որտեղ է նահանջել Փաշինյանը։ Փաշինյանը տոտալ նահանջել է մոտարապես 5%-ով։ Շարունակում են նահանջել, այն էլ նկատի ունեցեք, որ երբ որ նման հարցում ես անում, այսինքն մերոնք են անում դա, մենք ուսանողներ ունենք, սոցիոլոգ մասնագիտությամբ, աճում է ուժեղ Հայաստանը, լավ աճում է Հայաստան դաշինքը Քոչարյանի եւ բավականին ակտիվացել է Ծառուկյանը հետեւյալի հաշվին, բոլորը ֆիքսում են հետեւյալը, առաջին Նիկոլ Փաշինյանը սկսեց իրեն կորցնել, աճուձախ հայհոյանքներ է տալիս, աճուձախ ստեր է ասում, սրանան ասում է կզսնեմ, սատկացնեմ եւ այլն։ Սատկացնեմ, ինձ բառերը ասում, որ հա, իսկ բաները շատ կոնկրետ պատասխանում են։ Նրանք երկու խնդիր լավ են լուծում ընդդիմադիր ուժերը։ Առաջինը, նրանք չեն խուսափում, անդրադառնում են երկրի առջև կանգնած անվտանգային եւ սոցիալ-տնտեսական խնդիրներին եւ ասում են ինչ լուծում են տալու։ Նիկոլ Փաշինյանից նման բան չենք լսում։ Որևէ ծրագրային դրույթ չկա Նիկոլ Փաշինյանը։ Կպցնեմ, բանանեմ, կզասնեմ, խփեմ գեդին, այդ ժեստիկուլյացիան։ Իսկ նրանք ասում են, եթե ձեզ հետաքրքրի, ես ընդդիմադիր ուժերի ծրագրերը կարդացել եմ, բոլորի հետ համաձայն չեմ, ամեն կետի հետ հնարավոր չի համաձայն լինել, բայց նորմալ է։ Կամ, եւ երկրորդը նրանք ասում են անվտանգային,
զգուշացնում են, որ մի փչացու հարաբերությունը Ռուսաստանի հետ դա անհաղթահարելի խնդրեմ է Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է անհաղթահարելի խնդրեմ չկա, կա Եվրոպա, կա Միացյալ Նահանգներ, կա հավաքական արևմուտք։ Հիմա կանդրադառնանք եւ երրորդը, երբ որ չոր անդիմությունը սկսեց պատասխանել։ Չոր։ Կամ մենակ Նիկոլը չի, բա Սուրեն Պապիկյանը իր խոսքով ես սատկացնելու եմ։ Եվ ինչու չեք զոհվել։ Կամ ինչու չեք զոհվել։ Կամ Արադ Միրզյանը իր խոսքերով, որ ասում է, արա էլի սկսա գերիներից հարցը, ինչ ծնգլահան արեցիք։ Ծնգլահան արեցիք։ Բայց տեսակը այդ արևմուտքը միայն ցենչյան է Եվրոպան։ Եվրոպան գցում բռնում ում հետ աշխատելու հունիսի 8-ից սկսած։ Գցում բռնում է, թե գիտի, որ ինքն աշխատելու է իր Փաշինյանի հետ։ Չէ, կպաշտպաներ թեկուս։ Հավաքեցին, հավաքարեցին, միած քիչ պաշտպանեցին այդ հավաքը։ Հերթական եվրոպական քաղաքորդի հավաքները։ Պարոն Բագրատյան, դուք հերքում եք ընդդիմադիր որոշ շրջանակների այն պնդումը, որ Նիկոլ Փաշինյանն ունի եւ Միացյալ Նահանգների աջակցությունը եւ հավաքական արևմուտքի աջակցությունը։ Ոչ, նա ունի այդ աջակցությունը։ Եվրոպային ունի, Միացյալ Նահանգներինը չունի։ Ես որպեսի կարճ այդ բանը լավ բացատրել էր, երեք չեմ իսօր հայելի ակումբի էջում կախած էր, Փոզյան Երևանն էր լավ բացատրել։ Հաջողվել էր էլ իրան կարճ ասել։ Եվրոպան ինքն է հրահրել պատերազմ Ուկրաինայում եւ ուզում է շարունակի հրահրել պատերազմ Ուկրաինայում։ Եվրոպային պետք է քանդել Ռուսաստանը, ստանալ Ռուսաստանի ռեսուրսները։ Միացյալ Նահանգները աշկը չի տնկել Ռուսաստանի ռեսուրսների վրա, չնայած տենց չի որ շատ է սիրում Ռուսաստանին, որտեղ Ռուսաստանը Չինաստանի միացած իրան վտանգը, բայց Միացյալ Նահանգները վերցրեց Վենեսուելան, կվերցին Գրենլանդիան, կամաց կվերցին Կանադան եւ այդ ռեսուրսները իրան հետ հերիք են։ Այդ Եվրոպան է որ ռեսուրս չունի, ես նկատում եմ հանգաումքային ռեսուրսները։ Տեսեք Մարկո Ռուբիոն էլ եկավ իրան հետաքրքրում էին հազվագյուտ մետաղները։ Այո, Սյունիքի մարզի հազվագյուտ հանքերը շահագործելու հարցում 40 րոպեով Մարկո Ռուբիոն եկավ Հայաստան, հասցրեց նրան փաստաթուղթ։ Այո, այո։ Դա իդեպ ցույց է տալի վերաբերմունքը։ Մարկո Ռուբիոն նույնիսկ որևէ բառ չասեց Փաշինյանի պաշտպանության։ Չէ, ասաց Փաշինյանը Հայաստանը տանում է ճանապարհ է հարթում ավելի անկախ եւ պայծառ Հայաստանի համար։ Բայց ինքը տեղ թողեց նրա համար, որ կարող են լինել մարդիկ անկախ Հայաստանի համար։ Ինչ է պետք Եվրոպային ու Ամերիկային վերացնել Հայաստանը։ Ինչու վերացնել։ Թուրքական։ Ինչու վերացնել։ Որպեսզի Թուրքիան եւ Ադրբեջանը միանան իրար։ Փաշինյանն արել է այնպես, որ Հայաստանի վրայով էլ Թուրքիան եւ Ադրբեջանը կմիանան։ Ինչու վերացնել։ Չէ, հայերը կարող են խանգարել, այսօր նայեք, այսօր Հայաստանի անդրազանգվածի ավելի մեծ մասը դեմ է դրան, որ Հայաստանը դառնա կամուրջ նրանց համար։ Կամ նույն Փաշինյանը փոփոխական է, վաղը կարող է փոխվել, եթե մնա։ Նրանք հասկանում են, որ պետք է Թուրքիան, Ադրբեջանը միանան, անպայման պիտի Հայաստանը վերանա, ինչպես Արցախը վերացավ։ Տրամպը չէր ասում, հետ եմ ուղարկելու քրիստոնյաներին Արցախ, ուղարկեց, մոռացավ։ Տրամպին ասացին, այն կերես գալիս է, Ադրբեջան, Թուրքիա միանում են, հիմա Ուկրաինան է կռվում ռուսների դեմ, հաջորդով պիտի կռվի թուրքերը։ Պարոն Բագրատյան, Նիկոլ Փաշինյանն այստեղ հակադարձում է ընդդիմությանն, ասում է, այ տեսեք, հարգելի քաղաքացիներ, ընդդիմության խոսույթը նեգատիվ է։ Իրենք խոսում են այ պատերազմի ռիսկի, պատերազմի վտանգի մասին։ Այ եթե ես լինեմ Հայաստանի վարչապետը, Հայաստանում պատերազմ չի լինի, բայց եթե ընդդիմությունը Հայաստան չկա պատերազմ չի լինի։ Իսկ ընդդիմությունն ասում է, եթե ես լինեմ, եթե այդպես է խոսում նայենք ինչպես են Ադրբեջանում մեկնաբանում ընդդիմությանը կամ թուրքական թերթերն են մեկնաբանում։ Այո, այս օրերին նաև նրանց ողջավորվածությունը Փաշինյանի քարոզարշավի եկեք զսպենք մեզ, նոր ուժեր են գալիս իշխանության եւ նրանց հետ պետք է խաղաղության գործընթացը շարունակենք, որովհետեւ այդ նոր ուժերը կունենան ուժեղ բանակ եւ ընդհանրապես հետևները կունենան այնպիսի հնարավորություններ, ինչպիսին որ ասենք Ռուսաստանի կամ Իրանի օգնությունը։ Փաշինյանն ասում է, չէ, վերացնենք մեր իդենտիֆիկացիան։ Մենք ասում ենք, այստեղ պետություն չենք ունեցել, մենք չենք եղել, այստեղ քիչ ենք եղել։ Բերում է 3000 Բայց քարտեզով ման է գալիս։ Ասում է, եթե ես եմ, այս քարտեզը մնալու շանս ունի։ Եթե ես չեմ, բզկտվում է։ Ինչ, սուտ է ասում։ Այդ քարտեզից նախ աղագին բան տվել է 1000 քառակուսի կիլոմետր։ Երկրորդ էլ ինքը չի ասում, որ քյարքին եմ տալիս են անգլավներ ինչ որ կան։ Որ չտամ պատերազմ կլինի, ասում է։ Ինչ։ Որ չտամ կլինի պատերազմ։ Իսկ ինչ ես տալիս։ Իսկ Ինչ է տալիս քյարքին։ Դե որ պատերազմ չլինի։ Այսինքն, բա որ Արտաշատն ուզեն դա լա տալու։ Մղճան գյուղն ուզեն տալու է։ Թող մղճանցիկ գսեն սա։
Ինչա քերքին տալիս կարես խես ինձ ասես։ Անկլավներն են ասում են։ Ինչ անկլավ։ Պետք է վերադարձնել իրենց։ Մենք էլ կգնանք Արցախաշեն, պարոն Բագրատյան, ըստ Փաշինյանի։ Ինչ անկլավ։ Որտեղ է ինքդ անկլավը տեսել։ 88 թվականի հունվարի 12-ին Մամեդովը ստորագրել ասලා ոչ մի անկլավ մենք Հայաստան բարի չէ։ Անկլավ չկա։ Հիմա բարիշում Ալիևը Փաշինյանը։ Անկլավների տեսությունը պատմեն։ Հիմա Փաշինյանը առանց անկլավների հանձնելու Փաշինյանի հետ չի բարիշում։ Եթե չի տալիս անկլավները, չի Ալիևը։ Բայց Ալիևն չի Երևանը չի ուզում։ Ուզում է։ Ինչի Մխիթյանը չի ուզում։ Ինչի Արմավիր քաղաքը չի ուզում։ Ինչի Արտաշատը չի ուզում։ Քերքին Իրանն է։ Բայց ինքն է ստորագրել, որ Իրանը չի։ 1988 թվականի հունվարի 12-ին։ Կամ են Բարխուդարլու կամ Սոֆլու անկլավ կա, մի հատ կին եկել էր այդ Սոֆլու կոչվածը, ասում էր իմ երեխեն թող աղտով հիվանդ է, քանի որ Իջևանում լավ շատերը անտառներ կան, թող այստեղ ապրի, այս երեխես ապրի, մի հատ տուն տվեք։ Հայրը տուն չեն տալիս։ Մոսկվայից որոշում է գալի, թե այդ երեխան իսկապես հիվանդ է, մահամերձ է, հետո հետագայում մահանում է դա, մի հատ թող տուն սարքի։ Այդ կինը գալիս է հետևից մի քանի քոլիկ գալիս են թուրքերը սարքում են։ Հիմա էլ ասում են դա մեզ տվեք։ Կողքն սահման են գծում 14 քառակուսի կիլոմետր։ Ասում է չտալը պատերազմի խոսույթ է, ժողովուրդ։ Ոնց չտալը։ Ոչ մի պատերազմի խոսույթ չկա։ Նրանք ստորագրել են այդ թղթերը։ Ինչու է դեպքում այդ թղթերը չդրեց Ալիևը Չես սեղանին։ դիտի ոնց որ տղամարդուն տանես ուրիշի կնոջ մոտ մտցնես, ասես կնոջ բանարա այս մարդու հետ հարաբերություններն ունա, այլապես մենք ցես կծեցենք։ Այդ տղամարդը հելին փախնի, Նիկոլ այդ տղամարդն է։ Ոնց է դες բան, ուրեմն երկի ղեկավարը չի կարող լինի։ Այդ կոնտինգենտից, այդ խոսիտ ունեցող մարկանցից, ինչպեսին Նիկոլ Փաշինյանը, երկի ղեկավար ընտրություն չի կարելի ընտրել։ 8 տարի է երկրի ղեկավար է պարոն Բագրատյան։ Ժողովրդին փալասա դարձրել։ Բայց չէ դեյազը գրում ասում, ուրիշ ուժեր են գալիս իշխանության, հնարավոր է դիսկուսիա ծավալել։ Դեյ կետ ազ ռուսերեն կայքը բացեք, դիսկուսիաներ կարտացեք։ Բացեք դիսկուսիաներ մեկ-մեկ լնում են Հուրիետ եւ Միլետ թուրքական թերթերում։ Դրանց էլ անգլերեն տարբերակը կարտացեք։ Հիմա ձեզ իշխանությունը կմեղադրի, կասի, որ ադրբեջանական խոսույթը ցիտում եք հայկական մեդիայում։ Դա ցիտում է, զենքի ինքնահողերը տալիս։ Այնտեղ իրանք չեն ասում պատերազմի մասին։ Այնտեղ խոսք քննարկում են մեկնաբանները, տեսաբանները, որ նոր ուժերի հետ երևի նոր ձևով պետք է խոսեն։ Պարոն Բագրատյան, Նիկոլ։ Հիմա դուք ասում եք, բանը, Արցախաշեն կամ այլ անկլավներ։ Եկեք այդ թեման փակենք մի մոմենտ։ Օրերս ասած, այո։ Մենք ունենք, մի րոպե։ Հիմա մենք ունենք 88 թվականի հունվարի 12-ի որոշումը, որով հայ-ադրբեջանական 975 կիլոմետր սահմանից 960-ը սահմանազտված եւ սահմանագծված է։ Սահմանագծված է։ Խփված է 1466 սյուն։ Այդ սյուները հիմա չկան, մեծ մասը մի քանի հատ կարող է մնացած լինեն, բայց այդ սյուների տակը մետր 20 խորության վրա բան ածուխ է լցած։ Այդ ինչի դուք չեք վրթովում, ես ձեզ չեմ ասում ժողովրդին։ Եվ որ Նիկոլ Փաշյանը սա է ասում, իսկ Հրանտ Բագրատյանը հակառակն ասում։ Այդ ինչի իրավապատկան մարմինները չեն զբաղվում վարչապետով, ասելով ես ինչ ես ասում, ինչի պիտի զիջենք։ Կարաս մի հատ թուղթ ցույց տաս, որով քյարքին եղել է ադրբեջանական։ Կարաս Հայաստանի կողմից ստորագրած մի հատ թուղթ տաս։ Այո, դա ադրբեջանական գյուղ էր, բայց Ադրբեջան չի։ Բա որ ադրբեջանական գյուղեր Փաշինյանն ասում է պահենք մեզ ինչ անենք Ինչ ժողովուրդ։ անենք, Կրվածաղիկ է։ Հայաստանի կային ադրբեջանական գյուղեր։ Մասիս քաղաքում, ասեք, բնակչության 10%-ը ադրբեջանցի էր, հետո։ Է Բաքվում էլ 300,000 էին հայերը, 42,000 կիրովաբադներ, 20,000 սումգայիթներ։ 89 թվականի մարտահրավերով Հայաստանում կար 88,000 ադրբեջանցի, եւս 35,000 ապրում էր Լեռնային Ղարաբաղի տարածքում, եղավ 120,000 եւ Ադրբեջանում էլ կար ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 562,000 հայ։ Այդ դեպքում պարոն Բագրատյան, եթե ինքը ունի փաստաթղթերի մակարդակով ձեր ասած ամրապնդող հիմքեր, ինչու է Փաշինյանը ասում, այո, Տիգրանաշենի հարցը պետք է լուծենք, այո, քյարքի է, պետք է տանք։ Դուք չեք հասկացել Նիկոլ Փաշյանի եւ նրա միսիան։ Նիկոլ Փաշյանը նույնիսկ Դավաճան չի։ Դավաճանն է, որ մի ժամանակ Հայաստանի կոմունակիցն էր, հետո Հայաստանը փոխել է։ Էսա, այդ թղթերը Նիկոլ Փաշյանը տրվել են։ Մեր Գրիգորյանն ասվել է, իբր չգիտես, որ sense բաներ կա։ Հիմա ասեմ ինչի ասում, որովհետև Իրան 21 թվականի ամռանը
երբ որ Պուտինը հայտարարեց հայ-ադրբեջանական սահմանագծումը պետք է լինի 1926 թվականի 1926 դա 2021-ի հունիսին եղավ ամռան եղավ այդ բանով եւ մենք քարտեզները կտրամագծենք Նիկոլ Փաշինյանին հավանականությամբ զանգ գտվել Ալիևը եւ ասել է որ ես չեմ ճանաչում ձեր սահմանները Ալիևն ասում է որ այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունը այդ ադրբեջանական ԽՍՀ իրավա հաջորդը չի եւ սահմանները Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարող են տարբերվել Ես ընդունում եմ որ Հայաստան կա բայց չեմ ընդունում որ սահմանով Երբեք նա չի հայտարարել որ Սյունիքը ճանաչում է Հայաստանի մաս կամ Նիկոլ Փաշյանն ասաց եղավ շեֆ հասկացա քեզ Անմիջապես կարգադրություններով Արման Եղոյանին որ այն ժամանակ արտաքին այդ հանձնաժողովների նախագահի չէ պարլամենտի Արման Եղոյանը վեր կացավ եւ հայտարարեց որ մենք դեմ ենք այդ սահմաններին 1926 թվականի քարտեզին Ինչու Արման Եղոյանը հայտարարեց որովհետեւ 26 թվականի քարտեզում մենք շատ ենք ստանալու Պարոն Բագրատյան, տեսեք, այս քարոզարշավի ամբողջ ընթացքում ամենասովորական շարքային գյուղացին գուցե այն ձեր ասածը, որը հիմա դուք դետալներով մանրամասնում եք, չհասկանա, բայց նրա ականջը ծակում է մի բան, որ Փաշինյանն ասում է, ես եղա պատերազմ չի լինի, ընդդիմությունը կգա, իմ բանակցած փաստաթղթերից կհրաժարվի, ժողովուրդ ջան, դա էլ ճանապարհ է ուղիղ պատերազմ։ Հիմա այս խոսույթի մեջ հավաքական ընդդիմությունը ինչպես է կրում Նիկոլ Փաշինյանին։ Հավաքական ընդդիմությունը տղա ջան, պատերազմ կանացելու միակ ձևը բանակ ունենալն է։ Ասում է 28-ին զորահանդես կանեմ, ասում է զորահանդես կանեմ, ամսի 28-ին կտեսեք ինչեր եմ գնել։ Հրապարակը ինչա դրե 4 հատ են ինչա մի հատ բանա դրե կարտոնից իբր արագած սար։ Արագած այո։ Թե ինչ կարիք կար արագածը կամ սար դնելու կարիք։ Որ մոռանաք, որովհետև Արարատը ասում է մերը չէ։ Այս այդ իր կապիկությունները չեք հասկանում այս մարդուց պետք է ազատվելու։ Դա կապ չունի Հայաստանի հետ։ Հիմա Նորից եմ ես ասում, եկել է հարևանդ, ասում է քոկինին դուրը գալիս, ինչ դու տնից թողում գնում ես ասում ես հոկրիվ չեմ անի։ Այդտենց ես պատասխանում։ Աղամի ջան, այդպես մի պատասխանեք։ Այդպես պատասխանող երկրի ղեկավարը գլուխը պատով ա տվել։ Այո, ընդդիմությունը չի գալիս բանանի, պատերազմանի, բայց պատերազմ չանելու միակ ճիշտ ձևը նորմալ բանակ ունենալն է, հավատարիմ ժողովուրդ ունենալն է։ Այս զորահանդեսը, որը վաղը դուք տեսնելու եք, ինչի մասին է լինելու։ Ոչ մի բանի մասին։ Ինքը փորձում ասել, որ ես 8 միլիարդ զենք եմ առել։ Մենք էլ ապացուցել ենք, որ առել է 2 միլիարդ դոլարի զենք, այդ պարտքը որը վերցել է, եւ 6 միլիարդ դոլարը յուրացվել է։ Դուք ասում եք յուրացվել է, պարոն Բագրատյան, կառավարության ամեն նիստին ընդունվում են որոշումներ, պետական համակարգի այս հատվածի, այն հատվածի աշխատողներին պարգևավճարներ, հավելավճարներ տալու համար։ Եվ հիմա սա իր տեսակով կոռուպցիայի եւ կաշառքի ձև է թե ոչ։ 17 միլիարդ է կազմում այդ կոռուպցիան, որ կերել է Նիկոլ Փաշինյանը, 17 միլիարդ դոլար։ Հետևյալն է։ Իրանք ասում են 8 միլիարդի զենք են առել, մենք բացում ենք բյուջեն, նայում ենք ամեն տարվա բյուջեն 18-ից 25 թիվն է առել։ Այնտեղ գրած է պաշտպանության ծախսերը։ Ասեմ 18 թվին այդ ծախսերը եղել են 245 միլիարդ դրամ, 25 թվին բարձրացել է մինչև 650 միլիարդ դրամի։ Գումարային 2 տրիլիոն 580 միլիարդ դրամ։ Դա 2 տրիլիոն 580 միլիարդ դրամը 7 միլիարդ է։ Այդ 7 միլիարդի մեջ ամեն ինչն է մտած։ Սինվորը, ուտելը, հագուստը, սպայի աշխատավարձը, էլեկտրաէներգիայի վարձը։ Իսկ ինքն ասում է այս 8 միլիարդի զենք եմ առել։ Այդ 7 միլիարդ դոլարի կամ 2 տրիլիոն 580 միլիարդի մեջ զենքի բանի կարիքները նստած են այնտեղ գրած է ռազմական կարիքներ, հա գրած է։ Այդ բացա www.gov.am գյուղացիա ինչա թողետա նայի։ Բացում է .gov.am գրած է կառավարություն ծրագրեր սխմա գրում է բյուջե։ Այդքանը չի անում, բայց հիմա լսում եք ձեզ, դուք ասում եք 17 միլիարդ դոլար Փաշինյանը կերել է, ո՞նց է կերել։ Այդտեղ 6։ Այդտեղից 6-ը կերավ։ 8-ից 2-ի ծախսը կա, 6-ը չի երևում։ Իրանք խաբել են, իրանք պետք է պատասխան տան։ Հաջորդը Այդ 8 տարում, որ ինք աշխատել է 8 տրիլիոն դրամի, 8 տրիլիոն դրամը մոտ 20 միլիարդ է, մի բան էլ ավել։ 8 տրիլիոն դրամի պետ գնումներ են արել։ Պետական աշխատանքներ են արել, մրցույթներ, շինարարություն եւ այլն, կապիտալ շինարարություն եւ այլն։ Այդ գնումների սոսկ 30%-ն է մրցույթով եղել, 70% առանց մրցույթի։ Հասկանում եք։ Հիմա Թալանչին որ իշխանությունն է, իրենք թե նախկինները։ Չէ, նախկին իշխանությունը էս էլ գյուղացին պիտի դատել է, որ ասում եք, ինչ էիք ասում, ինչ այս սովխոզում չեն հասկանում կամ։ Նախկին իշխանությունների օրոք 70% էր մրցույթ։ Հիմա դառել է 30։ Եվ դեռ նախկին իշխանություններին Արշուտի միջազգային հիմնադրամը եւ բանը
ամերիկացիները եւ համաշխարհային բանկը դիտողություն էին անում, ասում են տոկոսը բարձրացրեք, դերևս մեծ է առանց մրցույթի բանը։ Եկավ Նիկոլ Փաշինյանը 3 անգամ պակասացրեց։ Այսինքն, եթե մենք վերցնում ենք, որ 70% առանց մրցույթի 14 միլիարդ, որից 4 միլիարդ հանում են, որովհետեւ երբեմն կան գնումներ, որ կարելի է մրցույթ չանել, որովհետեւ այլ տարբերակ չկա, 10 միլիարդ էլ է տեղակորել։ Եղավ 16, 6 ընդեղ, 10 տեղ։ Հաջորդը ամեն տարի 50 միլիարդ դրամ կամ ավելի կան 120 միլիոն դոլար ԿՊ-ի վերնախավին ինքը պրեմիա է տվել։ 8 անգամ 50 միլիարդ, 400 միլիարդ դրամը, դա միլիարդ 200 միլիոն դոլարել է տեղա գնացել, վարյա գնացել։ Նախկինների օրոք այդպիսի բան չկար։ Դա արեց ավելի քան 17 միլիարդ դոլար։ Հասկանում եք դուք դա։ Սա է որ մարդիկ պիտի դատեն։ Ես էլ չեմ խոսում այս ստերի մասին։ Հիշում եք, որ 21 թվին ասեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 21.5%-ը վերադարձի ժողովուրդ։ Հիմա էլ է ասում, գնում է Քարոզ Արշավի, ասում է ժողովուրդ, ասել էի, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 20%-ը վերցնեմ, վերցրել եմ։ 21-րդ դարի ժողովուրդը չի ասում։ 21 թվին վեկալել է Սնգել ջան։ Քանի կոպեկ ենք ստացել դրանից։ Ասում է վերցրեցի 20% բաժնետոմսը, ժողովուրդ ջան, ես ձեր գյուղի դպրոցը տեսնում եք, որ նորոգել եմ, այդ կոմբինատի վճարած 20%-ի հարկերի հաշվին եմ նորոգել։ Հիմա էլ Ծառուկյանի առանձնատունն են վերցնելու, Արարատ ցեմենտն են վերցնելու։ Հիմա այս ժողովուրդը չի ասում, բա մի հատ Հրանտ Բագրատյան կա ասում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինացից ոչ մի կոպեկ բյուջեի մուտք չկա եկամուտների մեջ։ Բա որտեղ է գնացել այդ հարկը։ Բա որտեղ է կերել։ Իր ջեբն է, որտեղ է, որտեղ է։ Բայց ժողովուրդ չի ասում։ Բայց ուրեմն ժողովուրդ չի, ամբողջ։ Եթե չի սուլում մեկը, կամ 12.5% ամուսարն է վերցրել։ Այո։ Ոչ մի կոպեկ չի, 22 թվին է դա եղել։ 4 տարում բյուջե ոչ մի կոպեկ չի մտել։ Հիմա ինքը մեր Դուք ասում եք, այսինքն ամուրսարի վճարած հարկերը 12.5%-ով մտել է Փաշինյանի գրպանը։ Էդի դիվիդենդ է, հարկը չի։ Մենք բյուջեմ չունենք դիվիդենդ ամուսարից մուտքագրած բյուջե։ Շահութաբաժին է, որովհետև մենք սեփականատեն ենք 10.5%-ի։ Հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Ուրեմն ժողովուրդը պիտի ժողովուրդ լինի։ Այդ ժողովուրդը որակ չունի համապատասխան այդ մասը, այդ կոնկրետ ժողովուրդը։ Դե տեսնում են ասֆալտը փռել է, դպրոցը վերանորոգել է, մենք բոլոր դպրոցները միշտ վերանորոգվում են, նույնիսկ 93-94 թվերին, ծանր մութ սուր տարիներին, բոլորն են պատալի վերանորոգվում։ Ասֆալտը հողի վրա բերի ասֆալտը փռի, հիմա անտակարակը որակով աշխատանք չի անում, որ ամեն տարի փռի։ Այդ իր ասֆալտ փռելը ոչ թե իր առավելության մասն է խոսում, դա հանցագործություն է։ Փաշյանական ասֆալտը մեծ մասամբ հանցագործություն է։ Բերում են փռում են հողի վրա, հետո գալիս են, չէ, այդ ասֆալտը փչանում է, մի 2 ամսում հետո նորից են փռում։ Դե մենք ես պատասխան եմ տալի, դուք աղավն, մի քաղաքացի դուք եք, մեկը ես։ Բացեք որևէ բյուջե, տեսեք, դիվիդենդ մուտքագրված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, թե չէ։ Շահութար չէ, դիվիդենդ։ Որովհետև Զանգեզուրի պղնձամոլիբդենային տերերը այն 78%-ը փողն չէ ստանում այդ աշահագործելուց։ Առաջ անցնելը ուզում եմ քեզ մի բան ասել ու ժողովրդին զգուշացնել։ Հիմա վաղը կամ այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը կլսի իմ հարցազրույցը եւ ժողովրդին կասի, փողը չենք վեկալի, թողել են կոմբինատի տնօրինության տակ, որ ռեինվեստիցիա անի։ Հա, այդտեղ ինչ ուզում եք, կարեք ինչ հայոյանք ուզում եք, կարող եք իրան տալ, որովհետեւ եթե ռեինվեստիցիա անում, ինքը պետք է դիվիդենդը բերի բյուջեից ծախսե։ Այսինքն նույն ճակատագիրն է սպասվելու Գագիկ Ծառուկյանի Արարատ ցեմենտին։ Այո, իհարկե, այդ ինքն է, իրանն է։ Ըստ էության ստացվում է, որ Այսինքն ինքը գնում է ունե զրկման ճանապարհով, պարոն Բագրատյան։ Ինքը գնվում է ունեցվածքը խլելու ճանապարհից։ Ինքը այդ 21.5%-ը Զանգեզուր վերցրեց, հիմա տնօրինում է ոնց ուզում է։ Չգիտեմ ինչ անում։ Հիմա ես որ մանրամասն եմ, ինձ կասեն դե արի ապացույցի։ Ես մի բան գիտեմ, որ դիվիդենդը չես բերել բյուջե։ Ծառայությունն էլ ինքը ձեռ չի տալու, ինքը չի մնալու նախ որ ձեռ տա։ Չի կարող պատա ինքը մնա, ինքը մնաց Հայաստանը չի լինելու։ Օրերս լսում էի, ասած 50+1 ունենք ժողովուրդ ջան, մեր խնդիրն է սահմանադրական մեծամասնություն ունենք, որովհետև սահմանադրություն փոխելու հարց կա եւ այլն եւ այլն։ Կաշպիրովսկին սկսեց խաբել։ Հայ ժողովուրդը ձայն տալով Փաշյանին, ձայն է տալիս թուրք-ադրբեջանական դրածոյին։ Նա նույնիսկ դավաճանել չի։ Պարոն Բագրատյան, երբ ընդդիմադիր գործիչ։ Դուք մի հատ դրամաբանական բան ասեք, որի թեզը չկա, հակաթեզը չկա։
Մի հատ տրամաբանական բան ասեք։ Փաշյանի ասած։ Ասում է ժողովուրդ ջան, Հայաստանի 30-ամյա պատմության մեջ եղել է դեպք, որ մի ամբողջ տարի սահմանին զինվոր չզոհվի եւ չկրակեն։ Վերջին 2 տարին սահմանին չեն կրակում։ Իսկ ինչի կրակեն, ինչ ուզում են տալիս են։ Թուրքը գալիս առաջ մեր զինվորը գնում ասում է կներեք, ես ընդունված եմ Հայաստանի բանակում որպես գիդ, ծեր որ գյուղը տանեմ։ Պատիվ են տալիս, հաց են տալիս, բան են անում, գարեն մորթում, նստում ուտում են ես իհարկե։ Հիմա ձեզ կմեղադրենք, ասեն նսեմացնում եք հայկական հզոր բանակի արժեքը։ Այո, նսեմացնում եմ այդ բանակը, բա ուր է ջերմուկը։ Սահմանագծում սահմանազատում կլինի կտան, պարոն Բայց եղել է, չէ՞։ Երբ կլինի։ Երբեք չի լինի։ Երբ որ Փաշինյանը վերընտրվի ասել է, հենց ես վերընտրվեմ, կլինի 8 տարին քիչ էր, 6 տարին քիչ էր, 8 տարին քիչ էր, սահմանագծե իր։ Բա որ չանի։ Բա որ Փաշինյանը այսօր ասում անկլավ տանք վաղնել ասում ամիղճան սովխոզն եմ տալու։ Պարոն Բագրատյան, բոլոր մեղքերի մեջ Փաշինյանին մեղադրելը որքանով է արդարացի։ Փաշինյանն էլ ձեզ հակադարձում է, ասում է Հայաստանը 30 տարի ի վերջո սահմանագծում սահմանազատում չի անցել։ Ժողովուրդ ջան, համբերեք, հերթով։ Սուտ ասում, սահմանազատված պրծած ենք թուրքերի հետ։ Միակ երկիրը, որի հետ մենք սահմանագծում ենք 1988 թվականի հունվարի 12-ին ստորագրել էինք, Ադրբեջանն էր։ Ղարաբաղի հատվածը չէ, ստեղ։ Սուտ ասում, խափում է։ Խափում է, հիմա էլ սահմանագծման տակ փակ պիտի տա։ Նախ ինքը սուտ ասում, որ ինքը 3 անկլավա տալի, Սոֆլու, Բարխուդարլու եւ Քյարքի։ Վերին ասկեպարը։ Այնի շատ մեծ է, այնի կարող է թուրքը այնտեղ 140 կիլոմետր հող ուզում, որից հետո Վրաստան գնացող գազամուղը անցնում է դրա տարածքով։ Հայաստան եկող գազամուղը, այսինքն ադրբեջանցիների վերահսկողության տակ է հայտնվում։ Այո։ Գազամուղի դիրքը կփոխեն, իրենց ինչ է եղել, որ։ Հա։ Ինքը սուտ ասում էլի այդ 3 բանը, ինքը 3 ասում։ Այս 3-ը Մարսելից հետո 4-րդն էլ կասի, 5-րդն էլ կասի։ Հետո կտա Մղճան գյուղը։ Հասկանում եք։ Հետո կտա, չգիտեմ, Արմավիրից կտա, Մրգաշատ գյուղը կտա, Նալբանդյան գյուղը կտա, սաղ կտա։ Կասի Թուրքիան Մասիսը կտա։ Տպել է այլ Էլվանս։ Հա։ Ինչի մասն է խոսում։ Պարոն Բագրատյան, իշխանությունը ինչի մասին է հաճախ խոսում, որ Հայաստանը ըստ էության մնացել է առանց ռազմավարական դաշնակցի։ Մի Ռուսաստան ուներ որպես ռազմավարական դաշնակից, Ռուսաստանը Հայաստանի այդ դաշնակցային պարտավորությունները Հայաստանի հանդեպ չի կատարել եւ հիմա էլ տնտեսապես Հայաստանին սպառնում է, որ եթե փորձե գնալ Եվրամիություն, ծաղիկների արտահանումը կարգել ենք, միրգ բանջարեղենը կարգել ենք, խմիչքները կարգել ենք եւ անընդհատ ռուսական կողմից Բարձրաշյան Պաշտոնյաների մակարդակով, այո, հնչում են թեզեր, որ եթե գնում եք Եվրոպա, զրկվում եք ռուսական շուկայից, բա ինչ անի խեղճ Փաշինյանը այս դեպքում։ Ռուսաստանը մենք կարող ենք տարբեր կերպ մոտենալ։ Օրինակ ես կարծում եմ, որ 22 սեպտեմբերի իրադարձություններին ռուսները առանց Փաշինյանի պիտի խառնվեին եւ թույլ չտային, որպեսզի թուրքերը Վարդենիսում կամ Սիսիանում առաջ գային, էլի։ Բայց 21 թիվը դու լավ ասիր, էլի լավ է գնում մեր հարցազրույցը։ 21 թվին մերոնք ասեցին սահմանագծում տանենք Արման Եղարյանի բերանով։ Նոր սահմանագծում։ Օրինակ Վարդենիսում որ 22 թիվ սեպտեմբերին Թուրքիան առաջ եկան, ռուսներն եկան մեր զորքերի հետևը կայնան։ Հետո մենք սկսեցինք պնդալ, թե ռուսները ինչի թույլ տվեցիք Թուրքիան առաջ գան։ Ռուսներն ասին, բայց դուք ասում եք սահմանագծենք պիտի։ Թուրքերն էլ ասում են մենք չենք գրավել տարածք, դա մերն էր։ Վարդենիսում մերն ա եղել, վերադարձրել եք։ Այսինքն դուք այստեղ ո՞նց եք ռուսներին մեղադրում։ Հետո Ալեն Սիմիրյանը իր այն բանով բերանով, այնց հայոյող կեղտոտ բերան ունի, խոսքերը բան։ Եկան հապկը պատասխանատվության գոտին, այս բոլորը բլեֆ է։ Փաշինյանը Կաշպիրովսկու նման բնավորություն ունի, մի վատ բան անել, գցի ուրիշ գրպանը, կռվացնել բոլորին։ Սա է Փաշինյանի ինքնությունը։ Բայց ինչու կռվել այն ուժի հետ, այսպես ասած, ինչու կտրել այն ծառը, որի ճյուղին նստած ես։ Փաշինյանի գիտի չէ, որ Հայաստանի տնտեսությունը կախված է Ռուսաստանից։ Եթե Ռուսաստանը կա, Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանում են, Փաշինյանը չի կարող աշխատել ռուսների հետ։ Բայց հիմա ո՞նց է աշխատում։ Պարոն Բագրատյան, նրա օրոք ամենաշատն է մեր կախվածությունը Ռուսաստանից։ Չէ, ինքը հենց այդ հարցը պիտի լուծի։ Ինքը ֆանտաստիկ հարց է լուծում։ Ինքը մեզ դառնացնել է բոմժ, ասի ռուսներ պատճառով են բոմժ դառել։ Բայց իրականում իրա պատճառով են դառել։ Որտեղ ինքը չի ուզում ռուսների հետ աշխատի, որովհետեւ նա շարունակի իշխանավորել, որ ռուսների ոտասից պիտի կտրի ամբողջովին։ Ինչ վերաբերում է այդ բաներին, այդ ինչ ասեցի, երկրորդ մորթը տնտեսական հարցերը։ Հիմա ռուսներն ասում են ախպեր, եթե դու Եվրոմիություն ես գնում,
Կարծեմ դաշնակցական Արտուր Խաչատրյանն էր։ Այդ նույն օրինակ ես մի ուրիշ տեղ էի բերել։ Այս Եվրոմիություն գնալն էլ է հետաքրքիր։ Արտուր Խաչատրյանն էր դիպուկ ասել։ Ոնց որ գնաց կնոջդ ասես ես առայժմս Արտուրը հենց այդպես էլ ձևակերպեց, ես առայժմս ավելի հարմար կնոջ տեխնացու չունեմ, բայց հենց ունենամ քեզից բաժանվելու։ Հիմա այդտեղ դու ես մեղավոր թե կինը։ Հիմա Փաշյանն ասում է կինն է մեղավոր, ոչ թե տղամարդը։ Չէ, ասում է գնում եմ դիվերսիֆիկացիա, ինչու կախված մնամ Ինչի դիվերսիֆիկացիա։ արտաքին շուկաների։ Եվրոմիություն թշնամին է Ռուսաստան, ինչ արտաքին շուկա։ Հետո ինչ ասում է, հո ես ամեն ինչը Ռուսաստանի ճաշակով չեմ անելու, բայց չգնա իմ տնտեսվարողը եվրոպական շուկա նվաճի։ 8 տարում Ռուսաստանի տեսակար կշիռը քո արտաքին առևտրում 30%-ից դառել է 40, հələ մի բան նույնիսկ 70։ Կուղի սխալների ուղում է անում։ Հիմա ուզում է գնալ դեպի եվրոպական շուկա։ Ինչու կախված մնալ միայն ռուսականից։ Ինքը բռնել է հայ ժողովրդին, վիզը կտրել է, գնում ես ասում ես ես քեզ ձերբակալում եմ, ասում է հələ թողեք ես փորձում եմ փրկել։ Հիմա շուտ կկարեմ գլուխը նորից կաշխատի։ Այսպեսի ավանտյուրիստ է, ավանտյուրիստ։ Դա երկրի ղեկավար չէ։ Պարոն Բագրատյան, դուք դեմ եք, որ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացվի եւ մենք նաեւ եվրոպական շուկաներ նվաճենք։ Դիվերսիֆիկացնում ենք առանց դրա։ Այսինքն ինչ անի Հայաստանի տնտեսությունը, վախեցած մնա, որ ռուսական գազը կարող է թանկանալ եւ լռի, հա, ռուսները հավերժ ռուսական գազի գնով գազը չի կարող թանկանալ, ռուսները անընդհատ քեզ ասում են մենք կմատակարենք այն գնով, որը գործում է ԵԱՏՄ-ի։ Եվ այդ դեպքում Հայաստանի տնտեսությունը ի դեպ ինչ վիճակում կհայտնվի, եթե գազի գինը թանկացնում ենք։ Կփլվի։ Գոյության խնդրեմ կունենա։ Ես ավելի վաղ հիշում եմ ԿՊԱ-ական պաշտոնյաները խոսում էին Ադրբեջանից եւ Թուրքիայից էներգակիրների ներկրման եւ օգտագործման մասին։ Այս սցենարը Հայաստանի տնտեսության համար։ Մենք չենք կարող Ադրբեջանից գազ բերել, որովհետեւ չկա գազ։ Ադրբեջանը մի փոքր գազ ունի, վրան ավելացնում է ռուսական գազը, արտահանում է Եվրոպա։ Աննարին է։ Իրանական գազի համար էլ գազամուղ է պետք։ Եվ նաև պարոն Բագրատյան, ուզում եմ անդրադառնալ թուրքական կողմի ժեստին, ընտրություններից առաջ թուրքական կողմը Հայաստանի համար Հայաստանին տվեց Թուրքիայի հետ երկկողմ առևտուր անելու հնարավորություն։ Սա ինչ է իր տեսակով։ Աջակցություն տնտեսությանը, թե աջակցություն Փաշինյանին, ինչ է։ Աջակցություն է Փաշինյանին, բայց դա ոչ մի մենք Թուրքիայից ստանալու ոչինչ չունենք։ Այն 350 միլիոն դոլարի իմպորտ ունենք, ոչինչ չենք կարողանում արտահանել։ Այդ իմպորտը դուք տեսնում եք խանութներում շինանյութ, պոմիդոր, չգիտեմ, սառնարան, լվացքի մեքենա։ Այս ուրիշ ոչ մի բան։ Այն էլ ինչ ասում Փաշինյանը, ասում ապրանքը տարեք ախալքալակ, դրեք երկաթ գծով գնա։ Այն ախալքալակ ատարե Թուրքիոզում ընդեղ ալի կանցնի ավտովել կտանի։ Այսինքն դուք երկաթ գծի բացումը եւս տնտեսության վրա զրոյական էֆեկտով քայլ եք համարում։ Թուրքական առևտուրը կարաճի այսօր 350 միլիոն դոլարի առևտրաշրջանառություն կդառնա 450 միլիոն դոլար։ Իսկ Հայաստանի տնտեսությունը թուրքականը դնենք մի կողմ, Հայաստանի տնտեսության համար Եթե Թուրքիայից այսօր գալիս է ենթանենք 7-8 միլիոն դոլարի պամիդոր, դրանից հետո կգա 20 միլիոն դոլարի պամիդոր եւ Արարատյան դաշտի գյուղացին կգնա Նիկոլից, Նիկոլն էլ կասի հեսա մի 2 կոպեկ տամ, ել չես աշխատի, նստի իբր թե պամիդորի դաշտ ունես, ես էլ քեզ անդադ սուբսիդիաներ կտամ։ Չաշխատելով փող կաշխատես։ Կսպանելով հայկական տնտեսությունը։ Այդ սուբսիդիաները կամից կտևի, հետո կկանգնի, ոնց որ ասեմ բժշկական ապահովագրություն արդեն չեն անում, փողը պրծնում է։ Բայց դուք տեսեք, թե բժշկական ապահովագրությունը քարոզչական ինչ տեխնոլոգիա էր նույն ԿՊԱ-ական իշխանության համար, որտեղ գնում տատիկ պապիկներին հարցնում է, գնում եք հիվանդանոց անվճար եք բուժվում։ Այո։ Բան չէ, ով է անվճար բուժվել։ Տատիկ Փաշինյանն է հարցնում։ Հետո հենց հիմա իրար գնանք այստեղ բան կենտրոն կա, հենց ձեր դիմացը, տես հերթը տես։ Ու դրանից հետո հարցրու բոլորին, դեղերը ստանում եք նորմալ։ Ինչ որ բան տեղի ունենում, որը շուտով կպրծնի։ Եվ պարոն Բագրատյան, վերադառնալով ընտրությունների եւ թերևս այս հարցով էլ հարցազրույցը ավարտենք, ԿՊԱ-ական իշխանությանը աջակցող արևմտամետ մի բլոկ է ձևավորվել, նրանք այդ բլոկի մեջ մտնող կուսակցությունները մարդ կուսակցություններ են եւ նրանք եւս այս ընթացքում մասնակցում են քարոզարշավի ձեր գնահատմամբ Փաշինյանը կկարողանա նրանց խորհրդարան մտցնելու հարցը լուծել։ Չէ, չեմ կարծում։ Ճիշտ է այն թեզը, որ Հայաստանում հակառուսական ալիքը արդեն իր պիկի վրա է, հետևաբար այս հակառուսական կուսակցությունները շանս ունեն մտնել խորհրդարան եւ Փաշինյանի հետ ձևավորել կոալիցիա։ Չեմ կարծում, չկա, երկրորդ չեմ տեսնում։ Պրո Փաշինյանական երկրորդ ուժը չկա բացի ԿՊ-ից, որ խորհրդարան կարողանա անցնել։ Ես չեմ տեսնում։ Շնորհակալ եմ։
Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Հրանտ Բագրատյանն էր, կհանդիպենք վաղը։